Տիկին Անդրեասյան նախագիծը նպատակ ունի այն հեղինակավոր բուհերում կրթություն ստացող մասնագետներին առնվազն 3 տարի պահել Հայաստանում որպես մասնագետ եւ օգտագործել այսպես ասած, բառը այդքան էլ լավը չի, բայց նրանց մասնագիտական ներուժը։ Ես մի քանի հարց ունեմ, արդյոք ունենք սերերի բաշխվածությունը կա արդյոք, այսինքն այդ 600 ուսանողի դեպքում մեծամասնությունը կանայք են թե տղամարդիկ եւ մասնագիտական ոլորտն էլ է հետաքրքիր, արդյոք ունենք տվյալներ, թե բուհերում որ ոլորտներում են ավելի շատ ուսանում մասնագետները եւ որպեսզի հասկանանք նաեւ Հայաստանում այդ աշխատանքի հնարավորությունը ինչպիսին է եւ երրորդ հարցս իսկ եթե մարդիկ այդ պայմանը չեն պահում, այսինքն ուսանողը 3 ամյա աշխատանքային պարտավորությունը Հայաստանում կրթություն ստանալուց հետո չի իրականացնում, որևէ պատասխանատվություն կրում է, թե ոչ, շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Բաթոյան, քանի որ խոսքը տարկետման իրավունքի մասին է, ապա մենք խոսում ենք բացառապես արական սեռի քաղաքացիների մասին, ովքեր որ տարկետում են ստացել բուհում սովորելու համար, եւ այս կարգավորումը վերաբերում է նրանց։ Ինչ վերաբերում է թե ինչ ուղղություններով են սովորում, դրանք շատ բազմազան են եւ լինելով կրթության ոլորտի պատասխանատու, ես կարող եմ ասել, որ իրականում մենք բարձրորակ կադրերի պակաս ունենք ցանկացած ուղղությամբ։ Լավ տնտեսագետներ, լավ իրավաբաններ, լավ ծրագրավորողներ, ցանկացած ուղղությամբ լավ մասնագետները պահանջված են եւ այդ իմաստով ես կարծում եմ, որ մեր յուրաքանչյուր այս բուհերը ավարտած քաղաքացի հաստատ իր տեղը կարող է գտնել մեր երկրի որևէ ոլորտում։ Ինչ վերաբերում է ինչ կլինի այն դեպքում, եթե նրանք չպահպանեն կարգը, բնականաբար որ օրենքի ընդունումից հետո կառավարության որոշումը նկարագրելու է հստակ բոլոր պայմանները եւ այստեղ կարգավորվելու են նաեւ հնարավոր ռիսկերը, այդ իմաստով կարծում եմ, որ մտահոգություններ, որ որևէ քայլ կմնա առանց հետևանք, բացասական դեպքում չի տեղի ունենա։ Զարգանք Եվ եւս մեկ հարց, արդյոք կարգավորումը տարածվելու է արդեն այս պահին կրթության մեջ գտնվող քաղաքացիների համար, թե սա հետագայում այս ծրագրից օգտվող ուսանողներին կվերաբերի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Բաթոյան, օրենսդրական նախագծով անցումային դրույթներով կարգավորված է, որ կարգավորումը պետք է տարածվի նաև այս պահին տարկետման իրավունքից օգտվող եւ ուսումնառության գործընթացում գտնվող քաղաքացիների վրա։